Հայաստանը որոշակի դիտարկումներ ունի ռուսաստեզվի միջազգային կազմակերպության դեռևս 2023-ին ստորագրված համաձայնագրի հետ կապված, կրթության նախարար Ժաննա Անդրասյանն այսօր հայտարարեց։ Մենք որոշակի ուրեմն դիտարկումներ ենք ունեցել նախագծի վերաբերյալ, սա կարծում եմ շատ աշխատանքային process է, նախագծերը հենց այդ պատճառով էլ շրջանառվում են, որպեսզի քննարկվեն եւ լավարկվեն։ Կարծում եմ, որ աշխատանքային գործընթացի մաս է կազմում, հետագա քննարկումները արդեն ցույց կտան պետության դիրքորոշումը։ 2023-ին ԱՊՀ երկրների ղեկավարները Բիշկեքում ստորագրել են մի փաստաթուղթ, որի մասին Հայաստանում քիչ է խոսվել։ Սակայն Մոսկվան օրերս հիշեցրեց Հայաստանի իշխանություններին, երբ անցած շաբաթ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպեց։ Արդեն 6 պետություն միացել են ռուսների միջազգային կազմակերպությանը, սակայն Հայաստանը դեռևս չի վավերացրել համապատասխան պայմանագիրը։ Վարչապետը խոստացել է հանձնարարել, ուսումնասիրել այդ հարցը եւ տրամադրել անհրաժեշտ դինամիկա։ Հայաստանի կողմից դեռևս չվավերացված համաձայնագիրը վերաբերում է ռուսաց լեզվի օգտագործման, տարածման եւ պաշտպանվածության ընդլայնմանը որպես միջազգային հաղորդակցման լեզու։ Նախաձեռնությունը եղել է Ղազախստանին է, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023-ին, երբ ստորագրվել է համաձայնագիրը, չի մեկնել Բիշկեք մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին։ Թե ինչ խնդիր է տեսնում Հայաստանը նախագծում, նախարար Ժաննա Անդրասյանը չի մանրամասնում, պատճառաբանելով, թե աշխատանքային գործընթաց է։ Մեր տարածաշրջանում հաղորդակցության կարևորագույն լեզու է ռուսերենը եւ բնականաբար այդ ուրեմն լեզվի իմացությունը խթանում է նաեւ օրինակ տնտեսական կապերը, հանրային զարգացման հնարավորությունները եւ հերթական նախաձեռնությունն է, որը ուղղված է այս կապերի ամրապնդմանը եւ նաեւ ռուսերենի իմացության բարելավմանը, բայց ելի եմ ասում, որ այդտեղ բավականին հարցեր ու դիտարկումներ կան մեր կողմից։ Համաձայնագիրը շրջանառվել է նաեւ արտաքին գործերի եւ արդարադատության նախարարություններում։ Արդյոք համաձայնագիրը հատուկ կարգավիճակ կարող է տալ Հայաստանում ռուսաց լեզվին հարցին նախարարը հստակ ոչ արձագանքեց։ Ոչ, չի կարող նման բան լինել, գիտեք, որ մեր երկրում կա պետական լեզու, մեկ պետական լեզու, դա հայերենն է, եւ այդ իրավիճակը որևէ պարագայում չի կարող փոխվել, ավելին մենք առաջիկայում լեզվական քաղաքականության հայեցակարգն ենք բերելու, որը նաեւ ամրապնդելու է հայերենի որպես պետական լեզվի կարգավիճակը, որովհետեւ մի բան է ասել, որ պետական լեզու է, մի բան է նայել, թե ինչպիսի իրավիճակ ունենք տարբեր ոլորտներում, տարբեր իրադրություններում եւ լեզվական քաղաքականության հայեցակարգը կարծում եմ շատ կարեւոր է, որպեսզի ունենանք, որպեսզի մենք էլ կարողանանք հետեւել հայերենի զարգացմանը եւ ամրապնդմանը։ Դեռ 2023 թվականին ԿԳՄՍ-ից հայտնել էին, թե նախագծի նպատակն է ստեղծել միջազգային միջկառավարական կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է ամրապնդելու ԱՊՀ մասնակից պետությունների համակողմանի փոխշահավետ գործակցությանը ռուսաց լեզվի պահպանման, տարածման հարցերում, ինչպես նաեւ ռուսաց լեզվի որպես միջազգային եւ տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների ու կառույցների պաշտոնական կամ աշխատանքային լեզվի կարգավիճակը։ Նախագիծն ԱՊՀ անդամ 9 երկրից վավերացրել է 5-ը՝ Բելարուսը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ղազախստանը։ Հայաստանում իշխանությունները գործընթացի վերջնականացման հետ կապված ժամկետներ չեն նշում։ Փոխարենը ԿԳՄՍ նախարարը թվարկեց հայերենի զարգացման հետ կապված ծրագրերը։ Հիմա մենք մի շարք ծրագրեր ենք անում, որ ուղղված են նաեւ հայերենի թվային կենսունակությանը, որտեղ տեխնոլոգիական զարգացման այս իրավիճակում հայերենի խնդիրները եւ հայերենի որպես լեզվի զարգացման խնդիրները տեղափոխվում են նաև թվային տիրույթ, որպեսզի մենք ունենանք հայերենով այդ շտեմարանները, ունենանք թվային տիրույթում այն ներկայացվածությունը, որը լեզվի կենսունակություն կապահովի։ Հայաստանում այս ուսումնական տարում հանրակրթական դպրոցների կրթական նոր չափորոշիչներով փոխվեց ռուսաց լեզվի կարգավիճակը։ Ռուսերենի հիմնական կամ պարտադիր կարգավիճակից անցավ օտար լեզվի կարգավիճակի։ Դպրոցներն իրավունք ունեն ինքնուրույն բաշխել օտար լեզվի ուսուցման համար հատկացված ժամերը եւ որոշել, թե որին են նախապատվություն տալիս։